Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 1-ն է եւ ուզում եմ սկսեմ լավ նորություններով այս ծրագիրը։ Մինչ այդ ուղղակի ուզում հիշեցնել, որ դուք կարող եք օգտակար լինել ալիքին ձեր միանվագ փոխանցումներով եւ դառնալ Patreon-ի բաժանորդ, լինքերը բոլոր ներքևում կա։ Հիմա ասենք լավ նորություններին։ Եվ այսպես Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Ազարովին։ Այո, Նիկոլին փոխանցեք, որ Բաքվում հայը 9-1 հաղթել է Թուրքին։ Ընդգծված ասեք, հայը 9-1 հաղթել է Թուրքին։ Սա շատ կարևոր է։ Առաջել է եղել միշտ սա։ Միշտ եղել են այս մրցումները եւ հայերը հաղթանակած եկել են։ Եվ Թուրքին հաղթանակած եկել են։ Ես երբեք այդ փաստերի այդքան նշանակություն չեմ տվել, ինչքան հիմա։ Ինչքան հիմա մանավանդ երբ որ այդ ամեն ինչը անցնում է Բաքվում, մանավանդ երբ որ գիտեմ դրա համար շատ նեղվում է թուրքական իշխանությունը։ Դրա համար ընդգծում եմ, ոչ միայն Էրիկը։ Մենք էլի չեմպիոններ ունենք, երեք խոսացել ենք, չէ՞ որ խնդրեմ մեր աննազգանունի մակար Այդինյան Դորիկ, խնդրեմ երեք մեր չեմպիոնը էլի տեսեք փոխանցեք հայը հենց Բաքվում հաղթել է Թուրքին։ Մյուս լավ նորությունը մեր ուսանողները 4 մեդալ են բերել եվրոպական ինֆորմատիկ օլիմպիադայից երիտասարդների համար։ Սա դեռ է պարագայում, եւ որ այս երեխաները սպորտը, գիտությունը, կրթությունը դրանք մերժված են այս թուրքական իշխանությունների կողմից։ Ես ուզում եմ հիշեցնել այն տվյալները, որ աշխարհի լավագույն 1000 համալսարանների մեջ Հայաստանը չունի ոչ մի բան։ Ադրբեջանը ուներ կարծեմ 2 թե 3 1000։ Հայաստանը ոչ մի բան չունի։ Բայց չնայած նրան, որ սրանք ամեն ինչ արել են, որ տապալ են գիտությունը, կրթությունը, սպորտը, ամեն ինչ, բայց հայը ուղակի գնում է, հաղթում ու գալիս է։ Դուք պատկերացեք մենք ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ամեն ինչի հետևում կանգնած լիներ իրոք ազգային պետական համակարգ։ Նպատակս բնականաբար չեմպիոն լինելն էր, որի համար աշխատանք էի տարել։ Ես թվում է ամեն ինչ լավ գնաց մեր պլանավորած գծով։ Որոշ սխալներ եղան, որոնք կարող են ինձ խանգարել այդ ճանապարհին, բայց ամեն դեպքում փառքաստու կարողացա հասնել այդ ամենին։ Տպավորություններն շատ լավ են։ Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին եւ վարսապետին։ 100% վստահություն չկար, բայց Մարզիչից հանգստություն ինձ էլ հանգստություն բերեց, քանի որ ինքը նույնպես ինձ հանգստացնում էր կողքից եւ ես էլ իշելով իմ տարած աշխատանքը չէի կասկածում ինձ վրա։ Այս երիտասարդների անունները Էրիկ Պապիկյան, Դորիկ Այդինյան, պետք է հիշել։ Իրոք պետք է հիշել։ Հենց հիմա իրանք շատ կարևոր գործ են անում մեր բոլորիս համար։ Վերադառնանք քաղաքականություն, լսենք։ Ժամանակ ա եղել, որ մենք բան ենք երել, Հայաստանի ժողովուրդը առավոտը կարտոֆիլ նախաճաշին, ճաշին կարտոֆիլ, ընթրիքին կարտոֆիլ կամ չգիտեմ, բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Առերեսվենք այս խնդիրների հետ։ Եվ առերեսվելու արդյունքում պարզվեց, որ ինքը վաղուց աճեցած Հայաստանում ձուկ չի ուտում, որովհետև այդ ուտելու բան չի։ Միաժամանակ ասելով, որ Հայաստանում արտադրվում է թունավոր ձուկ, աշխարհ մի կերեք նույնիսկ ես ինքս չեմ ուտում, եւ մեր երկրում կարա թունավոր ձուկ արտադրվի, որը նշանակում է պետությունը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում, եթե ձկան վրա, մսի վրա դա չի իրականացնում, նշանակում է Հայաստանում ընդհանրապես ապահով անվտանգ սնունդ չկա։ Ու սա ես երկրի վարչապետն եմ։ Դե ինչպես գիտեք, ասում եմ սուրբ տեղը դատարկ չի մնում եւ միանգամից Վրաստանը գրավեց Հայաստանի տեղը իշխանի արտահանման գործում։ Գիտեք ինչա նշանակում սա։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե 1 ամիս հետո, 2 ամիս հետո վերականգնվի հարաբերությունները, հայկական արտադրողները չեն կարող մտնել նույն շուկա, որովհետև շուկան այդպես է։
Ես նույն բանը ասել եմ անցած տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների ապրանքների համար։ Շուկայի տրամաբանությունը դա է։ Եթե դու քո հաճախորդներից սկսում ես կռիվ անել բարեկամության փոխարեն, եւ դուրս ես գալիս շուկայից, քո տեղը անպայման ինչ որ մեկը գրավում է, ու հետ դարձի ճանապարհ որպես կանոն չկա։ Չկա։ Մարդիկ հետապնդում են երկարաժամկետ ծրագրեր։ Ոչ մեկ չի ուզում գործանի, ասենք մի ամիս աշխատի, 2 ամիս ապրանքի սպասի։ Ոչ։ Եվ Փաշինյան Նիկոլը, քանի որ կյանքում ոչ մի բան չի ստեղծել այդ մարդը իր կյանքում, պրոբլեմներից բացի, ինտրիգներից բացի, հա, ոչ մի բան չի արտադրել ստից բացի, կեղծիքից բացի, նույն ձև պետք է այդ ամեն ինչը անդրադառնալ բոլոր արտադրողների վրա։ Դա կլինի ձուկ, դա կլինի խմիչք, դա կլինի կաթնամթերք, բոլոր։ Մի բանջարեղեն էական չի, երկրի գլխավոր դեմքը պատուհասը։ Եվ քանի որ գտնվեց ամեն դեպքում 3-400 հազար մարդ, որ Հայաստանում ձայն տվեց, պլյուս կեղծվածները ինքը կարողացավ վերարտադրվել, դա նշանակում է վնասը դեռ այդքան շատ չի եղել։ Կամ եղել է մարդիկ չեն հասկացել, դե եթե չեն հասկացել, դե պետք է վճարեն դրա համար։ Սա է ասում, ուրիշ տարբերակ չկա։ Չես հասկացել, ուրեմն դեռ այդքան չես տառապել քո չհասկանալու պատճառով։ Նշանակում է դու պետքա տառապես այնքան ու անդադ դրա դիմաց վճարես։ Հիմա սա է երկրի վիճակը, ու ես նայում եմ թվերի արտահանման, բյուջեի կատարման, դե բյուջեի կատարմանը իհարկե հիմա չէ եղա, բայց արտահանում ներմուծում ու դուք նայում եք ներհոսքը բալանսի իմաստով, դուք մոտավորապես հասկանում եք, սրանից հարկային մուտքերը ինչքան կարող են լինել եւ բյուջեի կատարողականը դրանից ինչ կարող է լինի։ Թե այս տարի սա ո՞նց է անելու։ Պլյուս քաղաքական խնդիրները, որ սա կներեք ուսերին ադրված մեղմ ասած, հա։ Ոնց անելու ես չգիտեմ, բայց թշնամուս սա չի կարող ցանկանալ։ Ավելի չի ցանկանա։ Պլյուս, ինչպես հիշեցնում եմ Արտոն Երկանյանը, մի ամսից սպասում եմ մեզ պատերազմ։ Ըստ Փաշինյան Նիկոլի։ Չէ՞ որ ինքն էր սպառնացել մեզ, եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չունի, սեպտեմբերի լինելու պատերազմ։ Հիմա սեպտեմբերի մնաց ուղիղ 1 ամիս։ Որ այս պատոհասը մեզ պատերազմ է խոսացել։ Ընդ որում մենք արդեն պատերազմի մեջ ենք, երբեք չենք էլ դադարել պատերազմի մեջ լինելուց։ Ուղղակի ինչ որ մաս կա, մի ինչ որ շերտ, որ մտածում է այսօր իր վրա չեն կրակում, ուրեմն պատերազմ չկա։ Դե հիմա իր ինտելեկտուալ հնարավորությունները այդքան է։ Մենք դրա մասին դեռ խոսալու ենք։ Այս բոլոր խնդիրների մեջ ինքը չի մոռանում ամենակարևոր մասին, որովհետև այս կարևոր օրակարգը պետք է վերադառնար։ Սա Բաքվի եւ Ադրբեջանի պահանջն է, ինչպես սահմանադրություն փոխելը, երևի տնտեսություն քանդելն է, սա եղել պայման որպես բանակը քանդելը հաստատ դա պայման է, հա։ Դե կաթողիկոսը կկանգնի դատարանի առաջ որպես մեղադրյալ։ Տեսնենք ինչ են գրում։ Վեհապարի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ամոթալի եւ խայտառակ է որակում այս փաստը։ Իսկ այն կարգալույցը, այն հերացված Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ասում, ոչ թե խայտառակություն է սա, այլ պայքար արդարության համար։ Որովհետև, ասում է, այս պաշտոնյա կաթողիկոսի աթոռը զավթված է, բռնագանձված է, բռնազավթված է, հա, եւ պետք է արդարություն լինի։ Այս կարգալույցին փոխանցեք, որ եթե Հայաստանում կա մեկ աթոռ, որ բռնազավթված է, դա վարչապետի աթոռն է, որին ծառայում է ինքը։ Հայաստանում ուրիշ բռնազավթված աթոռ չկա։ Եթե նույնիսկ կա, չթողեիք, դուք եք հոգևորական։ Ամեն դեպքում աշխարհիկ պետությունը չի կարող անդր ոչ մի բան անել։ Բայց քանի որ Փաշինյան Նիկոլը թեկուզ կատակով, հիշում եք, չեմ պրանկը, որ Եվրոխորհրդի նախագահի հետ խոսացել, քարտուղարի հետ, այն Թուրքի հետ, եւ ասել է, այո, մենք քեզ կօգնենք կաթողիկոսի հարցում, դա քանի որ ինքը արդեն հերակաստացել է այս աջակցությունը, սկսել է process-ը եւ ինչպես տեսնում ենք Եվրոխորհրդից եւ ընդհանրապես եվրոպական կառույցներից ոչ մի ձայն ձուին չկա։ Գիտեք ինչի։ Որովհետև Փաշինյան Նիկոլը կարողացել է ներկայացնել այդ ամեն ինչը որպես պայքար ռուսական հիբրիդային գործիքների դեմ։ Այդպես է։
ներկայացել։ Իմջելոց այս բանը հաստատելու համար ամեն ինչ արել է նաև հենց ինքը կաթողիկոսը, որպեսզի հենց այսպես էլ մնա։ Իր այս пассивությունը, հանգստությունը, չդիմադրելը, մի խոսքով բերում է այն վիճակին, որ մարդիկ ասում են դե ուրեմն տենց է, որ Փաշինյան Նիկոլն ասում է։ Դա ես ոչ մի ձև վեհապարի պահվածքը չեմ կարող հասկանալ։ Այսինքն չէ, վեհապարի պահվածքը կարելի է հասկանալ վեհության տեսակետից, բայց ու նաև այս ճիվաղը ով է դիմացդ, դա բոլորովին իրեն արդարացված պահվածք չի։ Այս ճիվաղի դեմ վեհ պահվածքով չես պայքարի, ուղղակի չես պայքարի։ Մանավանդ ոչ մեկ չէր ասում մտի իր այդ պոլեմիկայի մեջ, բոլորովին իր ցավոտ տեղերը, ամենացավոտ տեղերը, սրանց բոլորին դա էթնիկ զտումն է, մշակութային ժառանգության ոչնչացումն է Հայաստանում եւ հարձակում կրոնական դասի նկատմամբ հենց Հայաստանում։ Այս գոնե 3 թեմաներով կաթողիկոսը կարող է լինես մի հատ արշավ անել Եվրոպայում, Ամերիկայում եւ մասնավորապես Սփյուռքում, որ Փաշինյան Նիկոլը 3000 ձայն նույնիսկ չստանար։ Բայց վեհապարը որոշեց, որ ինքս չի անելու, նույնց եմ ասում։ Աստծո գործերի մեջ չեմ խառնվում, բայց այս կարգի վարկագից Փաշինյան Նիկոլի նկատմամբ դա նշանակում է թողնել Նիկոլին իրականացնել այն ստորությունները համակարգային, որ ինքը պլանավորել է։ Եվ վերջը ինչ ունենք կաթողիկոս, որին պետք է դատել, տնտեսություն անհետ ճակատագրով, պլյուս քաղաքական մնացած խնդիրներ։ Ես ուզում եմ հերթով գնանք։ Երեք հիշում եք, չէ՞, որ Դրմեյանի նկատմամբ Փաշինյան Նիկոլը հրամայել էր գործ կարել։ Այսօր Դրմեյանը ինքն է ներկայացել փաստորեն դիմում վարչապետի նկատմամբ։ Շատ խելոք քայլ, շատ ճիշտ։ Կեսես լիպալտ։ Էական չի արդյունքները։ Արդյունքներն էական չի։ Կարևորը սրանց լարվածության մեջ պահելն է։ Որովհետև ամենազզվելի եւ ամենավտանգավոր զգացումը դա անպաշտժելիության եւ ամենաթողության զգացումն է։ Երբ որ ինքն զգում է դիմացինը անզորը ոչ մի բան չի պայքարում, ոչ մի բան չի անում։ Ինքը ուղղակի sense hard ասֆալտով ուղղակի գալիս է առաջ։ Անշուշտ դա նպաստում է նաև արագ կործանման, բայց արեք դրա վրա հույս չդնենք։ Եթե հնարավորություն կա դիմադրելու, արեք ուղղակի դիմադրենք։ Դիմադրենք դրան։ Եվ այսպես հիշում եք, այսպեսի մի կենդանի կա Ռոմանոս Պետրոսյան անունով։ Այն ածական անունը Պուպուլիկ։ Ռոմանոս Պետրոսյանի ստումա բոլոր գիտեք, այն չստացված դեմքը, չստացված մարդը, Նիկոլ երկրորդը էլի։ 6 ամսվա ընթացքում հեծից ստացել է 26 միլիոն դրամի աշխատավարձ։ Եթե Ռոմանոս Պետրոսյանի մի 10 տարի առաջ ասեր, տեսել ես 26 միլիոն, ինքը ուշագնաց կլիներ ուղղակի թվից։ Ուշագնաց կասեր, ոնց է հնարավոր է, այտենց բան կա, այտենց թիվ կա, գրած թե կենթանի փող։ Ինքը 6 ամսվա ընթացքում այդքան աշխատավարձ է ինքը իրան տվել հեծից։ Մի հիմնարկից, որի հետ ինքը ընդհանուր կապ չունի, որը զավթել է Փաշինյան Նիկոլը փաստորեն իր հանցագործ կլանի համար։ Եվ ինչպես տեսնում ենք, ինչպես է զավթումը, ինչպես կաթողիկոսի նկատմամբ հարձակվումը, ընդհանրապես ինչպես բոլորս համակարգային հանցագործությունները, որ Փաշինյան Նիկոլը անում է, սրանց նկատմամբ ոչ մի բան, ոչ մի ձայն չկա։ Բայց ինչպես Լիպալիտ Դրմեյաններ ասեն, այս հանցագործությունը, որ հիմա իրականացնում է Փաշինյան Նիկոլը, հեծի մասով, սա չի ընդունվելու արբիտրաժի կողմից, որովհետև այնտեղ ուրիշ որոշում կա։ Բայց քանի որ այսօր եվրոպական արբիտրաժը գտնվում է այս կոռումպացված եվրոքարտուղարության երևի ազդեցության տակ, առայժմ ոչ մի գործողություններ հակա չկա Նիկոլի դեմ, մի խոսքով, որը ենթադրում է մի բան, կամ մեկն են պայմանավորվածության, կամ ուղղակի այնտեղ այս տեղում հրաման կա ձեն չանել նստել տեղ։ Բայց դա չի նշանակում, որ գործն է փակվել, այսօր կարող է այդ միջամտությունը չլինի, բայց հանցագործությունը կա, կատարված փաստը կա, ոչ միտեղ չի կարող։ Մյուսը դե քանի որ հաջողությամբ կարողացան գրավել հեծը, իսկ ինչու չգրավել նաև
կոնյակի գործանը, իսկ դրանից հետո գրավեցին Արարատի ցեմենտի գործանը, եթե հիշում եք։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը հանձնվել է պետության կառավարման եւ պահպանման խնդրեմ։ Արդեն։ Այո, Ծառուկյանից վերցրեց են խնդրել, տվեցին, մի անմեղ սունակ էլ դրել է ստեղ, որպես կառավարիչ, մարդ որ կյանքում, ինչ ասեմ, ինչ չի կառավարել, խաշմերուկ չի կառավարել, թե որ կանում են մի վայրկյան մի արի թող երեխեն անցնի, նույնիսկ այդ չի կառավարել կյանքում, բայց ասենք հիմա կոնյակի գործարան պիտի կառավարի։ Սա բոլշևիզմն է, ժողովուրդ ջան։ Այն ինչ որ կատարվում է հիմա Ծառուկյան Գագոյի նկատմամբ, սա ոչ թե Ծառուկյան Գագոյի նկատմամբ է կատարվում, այլ մի օլիգարխի, որի անշուշտ հարստացել է ոչ օրինական ճանապարհով, բայց դեն չի նշանակում, որ այն ինչ որ հիմա կատարվում է իր նկատմամբ, դա օրինական է, չէ։ Ես կհամաձայնվեի այս ամեն ինչի հետ, եթե հիմա Ծառուկյան Գագոյի կողքը կանգնած լիներ Լֆիկը, Գրզոն, Գուրգենյան Արսենը, այսպես բոլորին նույն ձևով, նույն բանով իրականանան բոլորի նկատմամբ։ Բայց հասկանում եք, չէ, ում նկատմամբ ինչու չի իրականանում։ Այստեղ բոլշևիզմն է աշխատում Ծառուկյան Գագոյի նկատմամբ։ Էլի կրկին ոչ մի ձայն, ոչ մի դատապարտողական խոսք առայժմ, բայց եմ ասում, առայժմ չկա։ Հիմա հարց, որքան կարող է սա տևի։ Չէ՞ որ Փաշինյան Նիկոլը երկու ընտրություն ունի, կամ վերադառնում է ԵԱՏՄ, պաշտոնական, կամ դիմում է տալիս ԵՄ։ Դիմումից հետո, կամ հանրաքվեից հետո, այս հիմա ինչ որ կատարվում է, անհնարին է ուղղակի լինել, որովհետև Ծառուկյան Գագոն կարող է դիմի եվրոպական դատան։ Եվ դիմումից հետո, առավել եւս հանրաքվեից հետո, արդեն եվրոպական կառույցները, որ ուզում են ամեն կերպ Հայաստանը տանեն Եվրոմիության շրջանակների մեջ, իրենց արդեն Փաշինյան Նիկոլը պետք չի։ Բացարձակապես, որովհետև հիմնական հարցն է լուծված։ Ինչի են կպած Փաշինյան Նիկոլի, որովհետև Փաշինյան Նիկոլը կարողացավ ցույց տալ որպես հակառակորդ իր ասած երագլուխ հրեշին Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան։ Հետևաբար, այն ինչ որ հիմա անում է ինքը Ծառուկյանի նկատմամբ, ցույց է տալիս որպես պայքար ռուսական էքսպանսիայի դեմ։ Բայց միևնույն ժամանակ չի դուրս գալիս այդ ԵԱՏՄ կոչված շրջանակներից։ Ճիշտ հասկացեք, այսօր ինքը մեկը գրել էր, ինձ մեկը գրել էր, եթաձում եմ սրտացավորեն, դե գրածը չես կարա, չէ, լսես ինտոնացիան, պարոն Հակոբյան, դուք ինչ չեք ուզում, որ մենք Ռուսաստանից պրծնենք։ Իսկ ով է մեզ ուզում պրծացնի, որ ես չեմ ուզում։ Ով։ Այդ մենք երբ ենք դիմում տվել ԵԱՏՄ-ից դուրս գալուց կամ հապկից դուրս գալուց։ Հարգելի միամիտներ ջան, այս process-ները որ կատարվում է, դա չի կատարվում, որ մեզ հանեն ընտեղից կամ ինչ-որ միտեղ տանեն։ Սա անձնական թալանի մակարդակի վրա կատարվող գործողություններ է։ Երբ որ հասարակությունը դառնում է տոլերանտ նման գործողությունների նկատմամբ, նշանակում է ինքը արդեն ի սկզբանե ընդունում է, որ Հայաստանում չկա օրենք օրինականություն եւ կարելի է ըստ ինչ որ մեկի ճաշակի եւ կամոք անել ինչ խելքին փչի։ Դուք հասկանում եք, որ մենք մտնում ենք մի հատ ցիրկուլյացիայի մեջ, որտեղից դուրս գալու ելք չկա։ Այդ պատուտակահողմը ջարդում ավիրում ամեն ինչ, դա կոչվում է անարխիա։ Ոստեղ հեչ կապ չունի Ծառուկյան Գագոն։ Ու առավել եւս կապ չունի Եվրոմիությունը կամ ԵԱՏՄ-ն։ Կամ իմ ուզել չուզելը մենք Ռուսաստանից փոխվում ենք, թե չէ, որտեղ Ռուսաստանից փոխվելը կատարվում է կոնկրետ քայլերով ու տրամաբանական հաջորդականությամբ, եւ ամեն ինչը պետք է ուներ նախապատրաստական շրջան, որովհետեւ եթե մի տխմար որոշում է, որ պետք է տոմատի ներմուծումը կասեցնի Հայաստան, նշանակում է ինքը գոնե 1 տարի առաջ պետք է կառուցած լիներ են գործարաններն ու այն հոսքագծերը, որ տեղական լոլիկը պետք է վերածեր տոմատի, որպեսզի այդ բացը լրացվեր, բայց դուք հասկանում եք, չէ՞, որ այս տխմարակրատիան դա չի արել եւ նույնիսկ չի նախատեսել։ Ու նա թքած ունենա վաղը խանութերում կլինի տոմատ, թե կլինի ամեն դեպքում տոմատ, բայց թուրքական, թե կլինի ամեն դեպքում ինչ որ տոմատ, բայց 10 պատիկ ավելի թանկ, որովհետև չկա հիմնական լոգիստիկա։ Հասկացաք սիրելիներս, այնպես որ այս ամեն ինչը Եվրոպա կամ Ռուսաստան գնալու
ոչ մի կապ չունի, որովհետև կապ ունենալու դեպքում դրա համար կա նախապատրաստական շրջան, գործողությունների լեգիտիմ հերթականություն եւ վերջնականապես դու տեսնում ես արդեն արդյունքը, որովհետև վստահ եմ ես հարցը տվողին, եթե ասեմ եղբայր կամ քույրիկս, երբ որ դու տուն ես կառուցում, ինչից ես սկսում քո գործը, լուսամուտները դնելուց, հա, ոնց դու ոնց կարող ես սկսել լուսամուտները դնելուց կամ խոսած լուսամուտները դնելու մասին, այն որ ինքը իմանում է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ չէ, դες չի լինի, պետք է հիմք փորել, լիցք կանել, հա, կարգին հիմքը բետոնից, որի վրա գնում արդեն մի հատ էլ ինչ որ պայեսոկ են ասում, հա, գոտի, ասենց ասեն բետոնից, որի վրա նոր գնում է քարը, հա, նոր դե կարող ես մտածել, որտեղ ես դնում քո լուսամուտը։ Պարս, բայց պետականության կառավարման համակարգում եկել մտածում ենք, որ չէ, այդ արդեն էական չի, կարելի է այստեղ սենց անել, չի կարելի։ Այս պարագայում կորուստները շատ ավելի շատ են անում, քան ընդամենը ոչ ճիշտ հերթականության փոքրիկ տնակ սարքելը, որովհետև համեմատության մեջ կորուստներն ու ռիսկերը անչափելի մեծ են, ընդ որում այն տունը դու քո գումարներով ես սարքում, իսկ պետականության կառավարման մեջ այս սխալները քո չէ, ամբողջ պետականության կորուստն է, այդ մարդկանց սնանկացման հարցն է դրվում։ Իսկ ինչ են անելու այսօրվա մեր գյուղացիները, արտադրողները, այսօր հերթական ուսապարկել գոռում է մենք էսժան ցածր տոկոսներով վարկ ենք տալու, ում արտադրողին, որ ինքն արդեն ամեն ինչ կորցրել է, այսինքն դուք մարդու ունեցած չունեցածը խլեցիք, սնանկացեցիք, իր ունեցվածքը անցնելու է բանկերին, հետո դուք էլի իրան վարկ եք առաջարկում, այսինքն որպես ինչ, ինքը ոնց է այդ վարկը վերցնելու, ոնց է դա իրականացնելու, որովհետև ոչ մեկ չգիտի Հայաստանում, մենք մյուս տարի այս ժամանակ կամ աշնանը որտեղ ենք լինելու, որ ինքը իմանա ինչ արտադրի, ինչքան ներդնի, ինչ ստանդարտների մեջ անի, սա կարող է հասկանա մենակ մարդ, որ կյանքում ինչ որ մի բան արել է, արտադրություն ունեցել, գյուղատնտեսությունով զբաղվել, մի բան, որ հասկանա ամեն ինչի վերջում դու պետք է տենաս լույսը, որ ըստ դրա քո քայլերը մշակես։ Այսօր Հայաստանում ով գիտի, մենք հունվար ամսին որտեղ ենք լինելու, որ երկրների հետ ենք ինչ հարաբերությունների մեջ ունենալու, կամ ու այդ երկրների ստանդարտները ոնց են, ինչ պահանջարկ կա այդ երկրներում, կա տես մեկը, որ կարող է կանխատեսի, հետևաբար այդ ձեր տված վարկը, այդ տխմարներ, եթե նույնիսկ տես բան կլինի, ինչի համար այդ մարդը օգտագործի, պարտքերը փակելուն, սա է ատամաբանությունը, բայց գիտեք, չէ՞ որ Նիկոլ ընտրողի համար էս ամեն ինչ էական չի, իր համար կարևորը ծափիկ տալն է, տեսես ծափիկ տվողների պատճառով էլ գալիս են կանգնում ենք մի իրավիճակի առաջ, որ ցանկացած մեկից կարելի է խլել ամեն ինչ ու դա արդարացնել, հա, խլել ու ասենք տալ տիեզերական աշխատավարձներ, որովհետև ասենք իրաց մետաստազներից է, կամ իրաց մետաստազներից մեկի կինն է, որի աղբերը կարա մարդ ծեծվի, բայց մարդկանց գիշեր ցերեկ հայելով գնագա ընդ որում բարեկների հսկողության տակ, իսկ ինն էլ $10,000 պետքա աշխատավարձ ստանա որպես հայ փոստի տնօրեն։ Բա ես չգիտեմ, կարող ես եմ ալմոլորակային այս ամեն ինչի մեջ, մեկ թվում է ինձ, ես ալմոլորակային եմ, մտածում ոնց կարելի է ամեն ինչը նորմալ ընդունել, բայց երբ որ ես կարդում եմ անդեմք, անգլուխ օգտատերերի գրառումը, մտածում եմ, կարող է ես խանգարում եմ իրանց ապրել, $10,000 աշխատավարձով ստանալ, ընդ որում ուրիշի, երբ որ ես ասում եմ, այս իր ասած վատ ձուկը թեկուզ իշխանը, կարող է իր ընտրողներից ոչ ամեն մեկն է կարում թեկուզ ամիսը մի անգամ գնի ու ուտի, իսկ դրա համար են վիրավորում, ինչ ես է խոսում, ամենեժան բանն է ձուկը, լուրջ, ձուկն այդքան էժան է, Հայաստանում մարդիկ կարող են շաբաթը մի անգամ կամ երկու շաբաթը մի անգամ ձուկ առնել ուտել, ու ոչ մեկ խնդիր չունի, հա,
Դե թող ճուզողի ես լինեմ։ Այդ դեպքում մի կերեք, այդ դեպքում այդ ձուկը ում համար արտադրվում։ Ոչ միայն աշխատավարձ, այլ նաև միլիոնների տենդերներ պաշտոնյաների կանանց։ Հաջողակ բիզնեսը լորի։ Այ ամեն ինչ իրանցնա, աշխատավարձը իրանցնա, տենդերներն իրանցնա, բայց պետական պարտքը հապարտ հարկատու քաղաքացունն է։ Ամեն ինչ իրանցնա, հանքերն իրանցնա, շահույթ իրանցնա, տենդերներն իրանցնա, աշխատավարձն իրանցնա։ Ուղղակի այդ ամեն ինչի արդյունքում գոյացած պարտն ու թույնը մնում է ժողովրդին։ Ինչի՞ չէ որ։ Ինչի՞ չէ որ, եթե ասենք 3-400,000 մարդ կա, որ սա իր համար նորմալ է, գուցե նորմալ է։ Գուցե ես չեմ, որ պետք է խառնվեմ այս ամեն ինչի մեջ, բայց մի բան ասեմ։ Շատերի համար վստահ եմ, որ նորմալ է։ Գիտեք ինչ է նորմալ, որովհետև իրենք էլ կանեին նույն բանը։ Հա։ Եթե մեկը աչք է փակում, դե ասում է, գիտեք ինչ, ինքն էլ կաներ։ Ինքն էլ կաներ։ Ինչա մեզ պետք անել, որ անցնել դրած թողել մի կողմ։ Ես պարզ հաշվարկ կանեմ։ Փաշինյան Նիկոլին ձեն տված այդ 300 կամ 400,000-ը դա Հայաստանը չի։ Այո, մեծ թիվ է ինքը։ Բայց դա Հայաստանը չի։ Բայց 3 միլիոնին մնացած ինչ անենք։ Կամ 2 միլիոն 600,000 կամ 700,000 մարդկանց ինչ անենք, ասենք, չէ, դուք չկաք, այս 300,000-ն է կարևոր, հա, ու դուք բոլորդ պետք է ենթարկվեք այս 10-15%-ին, ես ընտրողների չէ, ես ամբողջ բնակչությանն եմ ասում, ես միշտ ասել եմ, չէ, Նիկոլը ձայն ունի 10-ից 15%, սա է իր լիմիտը, վերջ, դա այդ 300-400,000-ն է, որի վրա կերծելով, շանտաժներով, վախ պատերազմներով, վախացնելով, աշխատանքից հեռացնելով, վախացնելով ինքը կարողանում է քերի մոտարապես 6-700,000 ցեն։ Բայց դա էլ ամբողջը չի, դա էլ ընդամենը ամբողջ բնակչության 25%-ն է։ Բայց մենք մնացածին ինչ անենք։ Ինձ մի համոզեք, որ բոլորը նույնն են, բոլորը նույն Նիկոլն են, բոլորը Նիկոլ են ուզում, չկա տեստիվ, կա մաթեմատիկա, իսկ ես սիրում եմ թվել, որովհետև իրանց հետ չի կարելի վիճել, իրանք ճաշակի ոլորտից չեն, իրանք շատ համառ արգումենտ են, իրանց հետ չի կարելի իրանց անտեսել, հա, Նիկոլականը կարա անտեսի, այն պատմության նման ասում է, 50 գիտնականի կարելի է լրացնել մի փաստով, բայց 50 փաստով մի հատ Նիկոլականի չես կարող լրացնել, ինձ փաստն է պետք, թեկուզ մեկ, և ես արդեն պետք է դրա հետ հաշվի նստեմ, իսկ թիվը շատ համառ արգումենտ է, ինքը հեծնես չի առաջանում, ինքը չի ավելանում, չի պակասում օդից, եղանակից, չգիտեմ, քաղաքական իրավիճակից, թիվը։ Եվ այսպես, ընտրել են 300-400,000 մարդ, ընդետակը ևս 2.5 միլիոն կառնվածն, իրանք չեն ընտրել սրան։ Ուրեմն մի ասեք, որ ժողովուրդը Նիկոլ է ուզում։ Այ հիմա այս գործը, որ մենք ինչ այդ անում ենք, հենց այդ ժողովրդի համար է։ Հենց իրանց համար է, հենց մենք իրար հետ պետք է անենք, որ ասենք մի վարքյան, գրողին թե դու քո կարծիքը չունես, բայց մենք ենք մեծամասնությունը։ Մենք ենք երկրի տերը։ Դուք ընդամենը մի հատ փոքրամասնություն եք։ Մի մասը կամավոր, մի մասը շանտաժի արդյունքում, մի մասը չհասկանալով, մի մասը վախենալով, ասում ավելի լավ է երկիրս կորցնեմ, քան աշխատանքս։ Այդպես մարդիկ էլ կան, այո։ Ոչ չգնայինք աշխատանքից կհեռացնենք, ավելի լավ է նես սյունեցի ասողը, ավելի լավ է երկիրս կորցնեմ, քան աշխատավարձս։ Ամեն դեպքում, այդ նույնիսկ այդ համախառն, այդ կեղտով ընդամենը այդքան է։ Արեք կենտրոնանանք այն մնացած իրար, տեսնենք մենք իրար հետ ինչ ենք անում։ Ու լսենք մի հատ սրան։ Սա իրենց դեն աստիճան լավագույն ներկայացուցիչներից է, որ արդեն Պաշտպանության հանձնաժողովի ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է, լսենք։ Կան արտահայտություններ, որոնց համար միանշանակ ընդդիմությունը պետք է պատասխան տա, բայց կան նաև աշխատանքային միջավայր պետք է լինի, կան հələ պետք ընդդիմությունը հələ արտահայտություններ արել, որ պետք է պատասխան տա։ Սա ասում է Լևոնի դասիրակած ծնած երևույթ, ինչպես մնացածին, հա։ Քրոնիկ հարբեցող, դեմքին նայես երևում է։ Լրագրողներին հայհոյող, հիշում եք Գյումրի դեպքերը,
Մեկը որ մատա թափտալի ընդդիմության վրա, հələ դուք պետք է պատասխան տաք։ Սկզբունքորեն ճիշտ է ասում։ Ընդդիմություն կոչված ձեզ հասնում է։ Եթե նավակ ճոճող է կարող ասել դուք ձեր ասածների համար պետք է պատասխան տաք։ Գիտեք ինչի՞ց է։ Որովհետև ինքը պատասխան չի տվել իր ասածների եւ արածների համար։ Որովհետև դու գնացիք կզարան իր ուզած ձևով։ Եթե չլինեիք խորհրդարանում, ինքը ում էր ասելու ընդդիմություն, որը պետք է պատասխան տա։ Դուք պատկերացնում եք ձեզ ընդեր ինչա սպասվում։ Դուք հələ պետք է պատասխան տաք։ Դե սկզբունքորեն ձեզ հասնում է այս ամեն ինչը։ Բայց ուղղակի որ նայում ես ով է ասում։ Միակ մխիթարանքն է որ ձեզ է ասում։ Ձեզ, մեզ չի դա վերաբերում։ Հիշում եք այս պատմությունը, որ պետք է հեռախոսները իմեյլ կոդերը գրանցվի, բան, որ սև շուկայի դեմ պայքարենք։ Մի տարում Ապոլինի ներմուծման ընդամենը 26 դեպք ա եղել։ Դե ասում էի, չէ՞, այդ կապ չունի սա։ Ապոլինի ներմուծման ընդամենը 26 դեպք։ Այս process-ը, եթե մտավ Հայաստան, կարելի է ուղղակի հեռախոս չպահել։ Այսինքն, ասենց ասեմ, էլ չի կարելի հեռախոս պահել։ Ուղղակի չի կարելի։ Ավելավա, գնանք տուն, էլ լարով հեռախոսներով շփվեք իրար հետ։ Ընկերուհի, SMS գրել, կինամուսին, SMS գրել, չգիտեմ, գործնական բիզնես, ձեր գաղտնիքներն նույնիսկ կարան ծախեն ձեր գործընկերների վրա։ Դուք հասկանում եք, այս ինչեր է բացվում, ինչ հնարավորություններ է սրանց համար բացվում։ Ամեն ինչ, ձեր նկարներ, վիդեոներ, անձնական կյանք, ընտանեկան կյանք, հարաբերություններ, ամեն ինչ իրաց ձեռքին է, գիտեք ինչի։ Իրանք տենց են ուզում ձեզ կառավարեն, որ դա էլ կառավարեն, որ վաղը մյուս օր հանկարծ մեկ ուզենա խոսասի, էսի դու չես։ Էսի դու չես, տղա ջան։ Ուրիշ կնոջ կամ ուրիշ տղամարդու հետ։ Ու էլ իրանք կարիք չունեն ձեր պոչին մարդ նստացնեն։ Ձեր պոչը արդեն իրանց ձեռքն է։ Առաջ եթե ասեն KGB-ն էլ ֆրոմ սա նրան նկարում, դե իրանց մի հիմնական գործ է դա։ Հիմա դուգիկներդ եք նկարելու տակ իրան։ Ու այդ դատաները չի ջնջվում։ Քանի տարվա ուզում ա լինի։ Դուք հասկանաք ինչ հրեշի հետ գործում եք։ Նա լսենք Արամ Բաբկայանը։ Երբ ես համացանցում կարդում եմ մեկնաբանություններ, ոչ միայն իմ նյութերի, այլև ընդհանրապես, ապա հաճախ հանդիպում եմ մի մտքի, որը թույլ տվեք ես շարադրեմ այդ մտքի հեղինակների ինտոնացիայով։ Արա ախպեր, դու ընդհանրապես պատմությունից բան չես հասկանում, լավ չես ուսումնասիրել, լավ չես կարդացել, թե չէ դու կջոգեիր, որ ամեն ինչում ռուսն է մեղավոր։ Ենթադրվում է, որ այդ մտքի հեղինակները ամեն ինչ կարդացել են, ուսումնասիրել են, ջոգել են եւ հիմա եկել է ուրիշներին սովորեցնելու ժամանակը։ Տեսականորեն ռուսի փոխարեն կարող է լինել եւ առաջ եղել է թուրքը կամ նույնիսկ հրեան։ Իդեպ այդ մարդիկ հրեաներին անվանում են իրենց ռասիստական ժարգոնով։ Բայց հիմա թրենդային ռուսն է, որպես բացասական կերպար, եւ դա գալիս է իհարկե ներկայիս իշխանություններից, որոնք իրենց խայտարակ աղետալի ձախողումները պետք է ինչ-որ մեկի վրա քցեն եւ ամենահարմար տեխնացուն այս առումով ռուսն է։ Գիտեք ամենասոսկալին որն է, թողնել ինձ Արամ Բաբկայանը իրան ընդհատելու համար։ Ամենասոսկալին գիտեք որն է, որ մարդ կա հավատում ու կրկնում է, գրում է։ Արա ուզում ես ասես գլխի դուր լուսամուտի էլի ընկեր ջան։ Քո ներկայությունից ազատել ես դաշտը։ Սխալ է արդյոք ռուսներին կամ թուրքերին կամ հրեաներին կամ բյուզանդացիներին, արաբներին, պարսիկներին մեղադրելը։ Կարծում եմ ոչ, սխալ չէ։ Բայց այդ դեպքում մենք վերցնում ենք ամբողջ պատկերից մի դետալ, առանձնացնում ենք այդ դետալը, այսպես ասած նայազդ ենք անում, խոշորացնում ենք այդ դետալը, եւ ինքնին պարզվում է, որ այդ դետալը սխալ չի, բայց մենք չենք տեսնում ամբողջ պատկերը։ Շատ հեռու չգնալու համար նույն ռուսների դեպքում կարող եմ բերել Արցախի շրջափակման օրինակը 2022 թվականին։ Ռուսական այսպես կոչված խաղաղապահները
պետք է թույլ չտային, որ Արցախը շրջափակվի։ Նրանք պետք է պահեին, բաց պահեին պայմանագրով Լաչինի միջանցքը, բայց դա չեն արել։ Եվ մենք իրավամբ կարող ենք ենթադրել կամ եզրակացնել, որ նրանք պայմանավորվել են ադրբեջանցիների հետ։ Ճիշտ է նրանց մեղադրել, այո, ճիշտ է, բայց մենք չենք կարող առանձնացնել այդ դետալը ամբողջ ընթացքից, ինչով էին այդ ժամանակ զբաղված մեր իշխանությունները, ինչ դիրքորոշում ուներ Իրանը, ինչ դիրքորոշում ուներ Արևմուտքը եւ այլն։ Պետք է ներկայացնել ամբողջ պատկերը։ Եվ այդպես է բոլոր դեպքերում, պատմական բոլոր անցքերի դեպքում, եւ առաջին հանրապետության դժբախտ ճակատագրի եւ երրորդ հանրապետության հնարավոր դժբախտ ճակատագրի եւ ավելի հին դեպքերի։ Եվ ամենակարևորը, եթե ամեն ինչում մեղավոր են ռուսները, պարսիկները կամ մնացածները, ապա որտեղ ենք մենք, որն է մեր դերակատարությունը։ Երբ ես համացանցում կարդում Չկա։ Իմջալոց այս տրամաբանության մեջ որպես մի քիչ մարդկանց ճանաչող մարդ ասեմ, որ մարդը բացահայտում է, որ ինքը իր մասին այս կարծիքն ունի։ Ես չկամ։ Ամեն ինչ արել են նրանք։ Ինքը ոչ մի դերակատարություն չունի իր ճակատագրի։ Չի վերապահում իրան իրավունք, դերակատարություն ունենալ իր ճակատագրի մեջ։ Ինքը իրան իրավունք չի վերապահում, հետևաբար եթե չի վերապահում, ուրեմն չունի պատասխանատվություն, եթե չունի պատասխանատվություն, հետևաբար բոլորը ուրիշներն են։ Հա, իրանք են պատասխանատու, իրանք են մեղավոր, բայց ես չեմ։ Մենք չենք, չէ։ Հերո մնացեք նման մարդկանցից։ Սրանք ուղղակի աղետ են ձեր համար, իր շրջապատի համար։ Ընդհանրապես մարդ, ոչ ունի ամոթի զգացողություն, ամոթի պատասխանատվության զգացողությունը ամենավտանգավոր մարդն է։ Առաջին հերթին իր սեփական միջավայրի համար։ Ուղղակի դրա հարմար պահ է պետք է գա, որ մարդիկ հասկանան ինչ կարգի կենթանի է իրանց շուրջը, որ պետք է այդ ժամանակ ինքը փախնի, իր վրա սկսի ամեն ինչը, ես այդ կապ չունեմ։ Բայց որպեսզի այդ վիճակը չգա, ի սկզբանե նայեք մարդկանց վարքագիծը ու ըստ դրա շարժվեք։ Ահա նոմեն մեկը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանում է 2021 թվականին Հայաստան։ Գիտեք այսօրվա, էսի Սերժիկ Սարգսյանի Թունյանն է։ Այն որ նոր էին եկել իշխանության, մի անգամի Սերժիկի թմից անցավ ստե, ասաց կարող է շարքային Պողոսը պետք է որոշի, մենք ենք որոշողը։ Հիմա ասում են տնտեսությունը զարգանում է։ Նա դե լսենք ու զարմանանք։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանում է 2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է շուրջ 27%։ ՔՊ նախընտրական խոստում, որ այն պետք է կրճատվի 2 անգամ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն աղքատության ցուցանիշը Հայաստանում շուրջ 22% է։ Հայաստանի տնտեսություն զարգանում։ Ես այս աղքատության ցուցանիշների տոկոսներին չեմ հավատում, որտեղ սա պետք է լինի ոչ թե 22%, այլ 42%։ Որովհետև չի բարձրացել միջին աշխատավարձ, չի բարձրացել թոշակ, չի բարձրացել նպաստ։ Դրա փոխարեն ինֆլյացիա կրկնակի։ Ոնց կարող է 27%-ը իջնի 22-ի։ Ոնց, ինչի հաշվին։ Որտեղ է տրամաբանությունը, բայց քանի որ իրանք են գնում թվերը, իրենք ինչ ուզեն ասեն։ Նույնիսկ երբ որ ոչ մի ապրանք չի գնում Ռուսաստան, ամբողջ տնտեսությունը քանդվում է իրենց աչքի առաջ, մեկ է իրենց որ տնտեսությունը այն աստիճանա զարգանում, որ իրանք պատրաստ են նույնիսկ 1% կամ 0% հիմա ինչ որ փող բաժանել, որ գյուղացիներն ու արտադրողները չլցվեն փողոցները։ 300,000 մարդ սոված ամնալու ինչ պետք է անեն։ Ու դա զարգացող տնտեսությունն է։ Նման բան ասող մարդուն անմեղսունակության համար պետք է մեկուսացնել ոչ թե կառավարությունից, հասարակությունից։ Չէ՞ որ այդպես բան կա, չէ՞, անմեղսունակ մարդիկ նայած վտանգավորության աստիճանը պետք է մեկուսացվեն։ Հիմա այս վտանգավորության աստիճանի մարդը ոչ թե միայն պետք է չլիներ կառավարությունում, այլ պետք է հասարակությունից մեկուսացվեր։
Եթե հիշում եք, Լինսի Գրեմը մահանալուց առաջ հասցրել էր օրինագիծ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որի մասին մենք հաղորդում արեցինք, որտեղ մտնում են պատժամիջոցների տակ ընկնելու էին բոլոր ռուսական խոշոր բանկերը, որոնք նաև բան ունեն, ներկայություն ունեն Հայաստանում, դրանց հետ կապված, դրանց հետ առևտուր անող բոլոր այլ բանկերը, պլյուս Ռոսգոս ատոմը իրանց, որը մեր համար է կարևոր, որովհետև մեր ատոմակայանը իրանք են շարժվեցում։ Եվ ես դա ասում եմ, եթե սա ընդունվեց, այս բանը սանկցիաներն ընդունվեցին, հսկայական հարված է լինելու Հայաստանի տնտեսությանը, որովհետև բանկերը աշխատում են դրանց հետ եւ պրոբլեմներ են ունենալու։ Ու մի հատ նախապայման կար այնտեղ, եթե այդ ընթացքում միջև ընդունվելը Պուտինը չզանգի ուղղակի Դոնալդ Թրամփին եւ չունի բան չխոստանա։ Հիմա արդեն սկսել է բազարը, որովհետեւ ԱՄՆ կոնգրեսականները կարող են արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների միասին օրինագիծը։ Այո։ Եթե հանկարծ այս փաթեթը չընդունվեց, նշանակում է երկարում է Ռուսաստանի պատերազմ իրականացնել, Ռուսաստանի պատերազմ վարելու հնարավորությունը ու մնում է գուշակել, թե ինչ է խոստացել, ով ինչ է առաջարկել Դոնալդ Թրամփին, որ ինքը սկսել է սենց խաղալ երկու շանտաժ, հա, սկզբից ստեղծում են պրոբլեմ, ասում են, այսի կարան քո հետ անենք, հետո դիմացը մի բան փոխում են, իրանց ստեղծած պրոբլեմը չլուծելու, չիրականացնելու համար։ Սա այս նույն բանն արել է Պուտինը, հիմա անում են Պուտինի դեմ։ Ու անում է ոչ ավել ոչ պակաս, հենց ինքը Թրամփը։ Թե ինչ է խոստացել եւ ինչի շուրջ է հիմա բազարը լինելու, որ եթե չլինի, սա ընդհանրապես ասում են կարող է, այսինքն դեռ գործարքը կայացած չի։ Թե ինչ է տալու Պուտինը Դոնալդ Թրամփին։ Կիմանանք ընթացքում, հուսով եմ էլի մենք չենք։ Զանգեզուրի միջանցքը չի։ Հուսով եք, բայց տեսնենք։ Դոնալդի խոսքերի վրա ոչ մի ամերիկյան Նիկոլի վրա ոչ մի հույս չեն կարող դնել։ Թուրքիան էլի երթին է սպառնում, ասում եթե դուք չտաք F-35, ես նույնանման բան կգնեմ Չինաստանից։ Վերջ։ Ամենակարևորը, ԱՄՆ վարչակազմը միջազգային քրեական դատարանը համարում է անօրինական կազմակերպություն։ Ես գիտեմ, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ հատուկ թուլություն ունեցող մարդիկ կան, որ մտածում են աշխարհի վերջն է Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավական իմաստով։ Հա, մեկն էլ գրել է բախի չես գնում Ռուսաստան ապրելու։ Ինձ։ Կասում եք, կոգնիտիվ դիսոնանսի ինչ խնդիրներ ունեն մարդիկ։ Ես ասում եմ ինչա կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ասում Ռուսաստանում։ Ինձ ասում բայց ինչի չես գնում Ամերիկայից Ռուսաստան, եթե Ամերիկայում վատ է։ Գոնե ասեն ինչի չես գնում, ասենք Եվրոպա։ Կամ Սկանդինավիա ինչի չես գնում, կարող ասեն դες Ավստրալիա, որտեղ Ավստրալիայի մասին համարյա բան չեմ խոսում, ամենակարճին երկրներից մեկն է։ Գոնե ասեն գնա Ավստրալիա, էլի եթե Ամերիկայում վատ է, բայց չէ, այդ մարդիկ աշխարհագրությունից երկու անուն են լսել։ Մի հատ Ռուսաստան կա, մի հատ էլ Ամերիկա։ Եթե դու Ամերիկան չես ուզում, պետք է գնաս Ռուսաստան։ Հասկանում եք ինչքան բան ունենք անելու, ինչ կրթական ծրագրեր մենք պետքա արագացված անգրագիտության լիկվիդացիոն կենտրոններ պետքա բացենք մենք իշխանության գալու դեպքում ու գալու ենք ու բացելու ենք։ Մի խոսքով սրանք համարում են անօրինական կազմակերպություն։ Գիտեք ինչի՞։ Որովհետև դա առաջին հերթին խփում է Նետանյահուին եւ ուզում եք տեսնեք ինչա նշանակում իրենց համար Նետանյահու։ Նայեք տեսեք ոնց է այդ երկու մատը թափատալի Ռուբիոին ու Հեքստեգին այսենց հրամաններ նայեք Ոսը ես հատուկ եմ ձենը կամացածը ու Մարկո Ռուբիոյի դեմքը լստնայեք ու դուրս է գալիս այս մի հատ հիմարություն ասում, որովհետև միջազգային դատարանը կալանքա պահանջում Նետանյահուի նկատմամբ կոչվում է ռազմական հանցագործ եւ շուտով այդ ռազմական հանցագործի հաջողին կդառնա նաև Թրամփը
ու դուք նայեք Նետանյահուն ոնց է մատերը թափ տալիս սրա նայեք։ Ինչ պետք է անեք։ Նայեք։ Էս շատ, էսա, այս ժեստիկուլյացիան սպանում է։ Սենց խոսում էր Էրդողանը Նիկոլի հետ, հիշում եք։ Ասեց այստեղ էլ է։ Ամեն ինչ արել ես, ինչ ասես, դգնա։ Ալիևն էլ բերանը բաց, սենց կան ասել կողքեր։ Հիշում եք այդ պատկերը։ Թրամփը Թուրքիայի ՆԱՏՕ-ի գաղտնաժողովի ժամանակ հայտարարեց, որ ոչ միայն կտամ քեզ պատրիոտները Ուկրաինային սարքերի հետ, այլև նույնիսկ գործարան կկառուցենք Ուկրաինայում։ Հիմա ասում է չէ, համաձայն չէ։ Որովհետև ես այդ օրը հիշում եմ ինչ էր կատարվում ուկրաինական այս բլոգերների մոտ, հայկական այս պսևդո-ուկրաինասերների մոտ, Թրամփը ասեց, հեսա տեսեք ինչ այլ գործարան են սարքել։ Այսինքն նույն տոմատի պատմությունն է, էլի։ Սրանք գիտեն, որ այսօր բանը կա, լոլիկը կա, կարելի է հենց վաղը տոմատ ունենալ։ Մի բան կա, կարաս տոմատ սարքես։ Ուրեմն կարելի է նաև ասենք տոմատի ներկրում աղքել է։ Եթե ասենք սա ասելա գործարան կսարքենք Ուկրաինայում, վերջ, հարցը լուծվեց, ուրեմն վաղմանից արդեն այդ պետյոտ հրթիռները տեղում սենց տպվելու են, տրիդե պրինտերներով երևի տպվելու են։ Ու մի ամբողջ տարուց ավել է, տարի ու կես ասա նախագահը, տարի ու կես, այսինքն կարելի էր գոնե տարի ու կեսվա ընթացքում հասկանալ սրա ով լինելը։ Ես չէի կասկածում, որ ասենք երկու շաբաթ հետո սա ասել է ուղիղ հակառակը։ Ասելու է սահմանելու եմ հարկեր, անի ուղիղ հակառակը, ասել է սա դնելու եմ տարիֆներ, անի ուղիղ հակառակը։ Այս նույն բանը, այս մարդը տարի ու կես է ամեն օրը 24 ժամ անում այս Նիկոլը։ Էլի մարդկա սրա ասացին կարող է լուրջ վերաբերվի։ Իմիջիալոց ոչ միայն գործարանի մասին է փակված խոսակցությունը, այլև նույնիսկ զենք տալու մասին է փակված խոսակցությունը։ Այդ նայենք Важная еще новость, которая появилась только что. Джей Ди Венс, оказывается, поговорил по телефону с Владимиром Зеленским. Они обсудили несколько вопросов, а тем временем СМИ в США пишут, что Дональд Трамп отказал президенту Украины Владимиру Зеленскому в системах ПВО «Патриот». Вот, Гарри, что об этом известно? Подтверждается ли эта информация? Дональд Трамп сам заявил в интервью журналистам Financial Times, что пока он не уверен, разрешит ли Украине производить на своей территории системы ракеты. Մի խոսքով, պակոն նյուրի։ Ինքը ճիշտ ասել է, բայց այդքան էլ վստահ չի ուզում է էդի, թե չի ուզում։ Ասում ինքը այն չանենք ասել այս, թողեք թե քնի էլի ինչա։ Այնքան ձեռարավ Բայդենին, որ սաղ տեղեր քնում ավան, այս ենք։ Թողեք էլի, թողեք քնի։ Ինքը ճիշտ ասել է, բայց ինչ անենք ինքը ասել է։ Մալալի, ինչ անա։ Քիչ բան ասել էս ընթացքում։ Հիմա տեսեք Fox News-ում Trumpin ինչ են ասում, Trump-ի կանալն է։ Number that is fine with you. Is there a benchmark? Is it fine? How many children can be raped and it's fine if you're in relation to the immigration community? Ուսում ինչ հարց է տալի, ասում, միջև քանի երեխա կարելի է բռնաբարել եւ դա նորմալ է, դա օքեյ է։ Սա լրագրողի հարցը։ Ու դեմոկրատին է տալի ասում, էլի, ըստ ձեզ քանի է երեխա կարելի ասենք բռնաբարել, միջև այդ ասենք այդ թիվը նորմալ է։ If we're going to talk about children being raped, then we need to hold this pedophile president, Donald Trump, accountable and all those that have been implicated by the Epstein files that the Department of Justice is still not leaking. And they've sent AIPAC after Thomas Massie for having the temerity to hold accountable the pedophiles. Ասում եմ, խոսում ենք երեխաների բռնաբարության մասին, ուրեմն ընդհանրապես պետք է սկսենք Դոնալդ Թրամփից, իրան ենթարկենք պատասխանատվության եւ բոլոր Epstein-ի ֆայլերը հանենք մեջտեղ եւ AIPAC-ին զրկենք իրագործությունից մի խոսքով սա Fox News-ը ու անջատում եմ որ մնացածը չասի բոլորը տեղյակ են ով է բայց իրանց գժիտեր են դնում մեկ-մեկ ասկնչում մեկ-մեկ տարի ու կեսա սա Թրամփն է երեք հայտարարեց որ վերացնելու է ջախջախել է ջնջելու է Իրանը եւ հենց նույն օրը Իրանի հրթիռները հենց ամերիկյան բազաներում ավիրեցին տեղում կանգնած 3 հատ F-35
F-35 3 հատ։ 3 հատն էլ սոսկալի վնասվածքներ են ստացել, ասում են դա կարող է չվերականգնվի նույնիսկ։ Այսինքն Ամերիկան Դոնալդ Թրամփը հայտարարում է, իրանցիներն իրականացնում են։ Ժամը 5-ին դրանց հետո գրում է Նետանյահուն ասել է, որ Իրանին մնացել է մի շաբաթ ոստեղծի ատոմային ռումբը եւ մենք անպայման պետք է նորից մտնենք պատերազմի մեջ։ Առաջին արդեն պատասխանում է, ասի ասում է, լսի, ժամը 6-ին իժատը պատասխանում է։ Ասում է Հյուսեյն Կորեան ունի, հա, ու դա ոչ մեկին չի խանգարում, աշխարհը խաղաղության մեջ է։ Պակիստանը ունի, ոչ մեկին չի խանգարում, Ռուսաստանն ունի, Չինաստանն ունի, հա, ու հանգիստ է, հա։ Բայց Թրամփ, Իսրայելը Թրամփին ասում է, որ մի շաբաթ է մնացել, հա, ու դու մի անգամից մտնում ես պատերազմի մեջ, ասում է, որտեղ արա քո լոգիկան։ Քեզ արդեն 30 տարի է նույն բանը կրկնում է։ Նույն բանը կրկնում է, որ մի շաբաթ է մնացել, մի շաբաթ է մնացել, մենք պետք է պատերազմ սկսենք։ Նետանյահուն 30 տարի է նույն բանը կրկնում։ Արդեն առաջին միջանից դա պատմում է, պատասխանում է, ասում քո լոգիկան որտեղ է։ Նայեք, սա Իսպանիան է, սոսկալի բաներ է կատարվում իսկական էմիգրանտների կողմից։ Գրոհում են Իսպանիան էմիգրանտները։ Финляндия поддержала идею исключить Испанию из шенгенской зоны. Об этом заявила глава МВД Мари Рантанен. По ее словам, Испания не справилась с защитой внешней границы Шенгена от нелегальной миграции. Ранее с таким предложением выступила премьер-министр Италии Джорджа Мелони. Поводом стал миграционный кризис в Сеуте, где, по данным Мадрида, за последние сутки границу из Марокко прорвали почти 60 тысяч мигрантов. Финляндия поддержала 60,000 էմիգրանտ Մարոկոյի կողմից, հիմնականում լողալով անցել են, լողալով պատկերացնում եք։ Ու հիմա սարսափի մեջ են այդ երկրները եւ ուզում են Ֆինլանդիան, Իտալիան, բանը փակեն սահմանները, դուրս գան Շենգենյան գոտից, որ հանգարց այս միգրանտները իրենց մոտ չգան։ Սա աշխարհի անհավասար զարգացման, պատերազմների, կեղտոտ կառավարման հետևանքներն է։ Դրա համար է Եվրոպան այսօր աչքներից առաջ ուղղակի իսլամիզացում։ Որովհետև եթե չլինեին այդ պատերազմները, այդ կեղտոտ ավերիչ պատերազմները, չլինեին այդ ստրկացման պայմանները, այդ էմիգրանտները իրենց կյանքի փրկությունը չէին փնտրի Եվրոպայում։ Կմնային իրենց տաներում։ Սիրիայից, ժամանակին Ռումինիայից, եվրոպական երկրներից ու պատերազմի մեջ էին, Լիբանանից, մի խոսքով բոլոր տեղերից, Պակիստանից, չէ, ներուսին Պակիստանում ասում, Իրաքից, չէին գնա այդքանով, այդքան, եթե այդ պատերազմները չհրաժարվեին այդ տարածքներում։ Սա Եվրոպայի կարման է, կարման, ստեղ անմեղ մարդ չկա, իրանք են բերել այդ երկրները սոցիալական վիճակների, որ հիմա մարդիկ դուք եք մեզ այս վիճակի մեջ դրել, դուք եք պետք է վճարեք դրա համար։ Ես գալիս եմ քո մոտ, որովհետև դու հարստացել ես իմ հաշվին։ Շատ հոյակապ ճառա ելույթ Ռիչարդ Գիր հայտնի դերասանի կողմից։ Լսենք ինչ անտիրա մեկնաբանում ամեն ինչ։ That I've experienced on this. Ասում եմ սա ամենը սև պահնա, որ ես երբևէ ապրել եմ իմ կյանքում, ամենամութ, ամենավառ։ Whoever thought America could turn like this? Ասում ով է երբևէ մտածել, որ Ամերիկան այս վիճակին կհասնի։ Whoever thought that a maniac like this would be president of the United States? Ով կմտածել, որ այս կարգի մանյակը կդառներ Ամերիկայի նախագահ։ And dismantle. Wait, no. I'm going to plot. This is something for us to really communicate. Dismantle all the good things. Եվ կավերի ինչքան լավ բան կա։ America's never been a perfect place, but it has a perfect ideal. Ասում եմ, մենք երբեք ասում եմ աշխարհի լավագույն տեղը չի եղել, մենք ունեցել ենք, ասում եմ, իդեաներ լավ, որի նկատմամբ գնացել But it's moving towards, and always has, and it's been self-corrective. First day, this guy dismantled almost everything that was good.
Ասում մենք պերֆեկտ չենք եղել, բայց միշտ գնացել ենք դեպի լավ, ասում ես, այս մարդը եկավ այդ առաջին օրը ապիրեց այն ինչ որ կար լավ։ About the US government and the US people. Կառավարությունում եւ մարդկանց մեջ։ How is this even possible? Because we went to sleep. Ոնց է դա հնարավոր, որովհետեւ կարևոր բան է։ Ասում մենք քնեցինք։ Գնացինք քնելու։ We went to sleep. Wait. We went to sleep. We didn't care. Մենք անտարբեր էինք։ We didn't vote. Մենք չենք քվեարկում։ We didn't really listen. Մենք չենք լսում։ But you see how quickly our world can be taken from us. Եվ տեսեք ինչ արագ աշխարհը ասում է վերցվեց մեր ձեռքից։ Խելոք մարդ է, մեր դերասաններից լսել եք սենց բան։ Սենց անալիզ, սենց խոսք լսել եք մեր դերասաններից։ Որտեղից լսեք։ Ուրա դերասան, ինտելեկտուալ իմաստով եմ ասում։ Չեմ ասում, որ ինքը կարողանում է տեքստը կարդա պատասխանի։ Չէ, ինտելեկտուալ դերասան, որ կվերցնի ու այս կարգի տեքստ կասի։ Լսել եք, ինձ էլ ասեք։ Հետաքրքրությամբ կլսեմ։ If we fall asleep, and we have to see the cues. We have to see the cues. This Մենք քնել ենք, բայց ստե պետք է բաները տեսնենք, ակնարկները պետք է տեսնենք։ This dictatorship of the monsters. Եվ այս ակնարկները ասում են նշանները պետք է տեսնենք այս դիկտատուրայի եւ այս հրեշիզմի լեշների։ How quickly it happens. We have to be vigilant. Միանգամից է տեսնում։ Ու ինչ միանգամից արնես։ Ասելիքի ինչն է, որ երբ որ մարդը այնել Ամերիկայում նման հասարակություն ինքը հանգստանում է գնում քնելու եւ չի սկսում բարյակել։ Մի անգամից այս մի հատ մոնստերը կարող ավելի ամեն ինչ։ Եվ աշխարհում ինչ կա վերցնել իր ձեռքից, այն ինչ որ եղել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը դեռ սպասվում է ծանրորեր, որովհետեւ այն վնասները, որ սա արդեն հասցրել է, հələ ինքը զարգացման մեջ է։ Ասեմ, արդեն Չինաստանը Կանադայում է։ Ովքեր Կանադայում Կանադայից ինձ նայում են, երևի կհաստատեն։ Չինաստանը արդեն ավելի շատ է հիմա ներկա Կանադայում, քան բանը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Անդերից մի հատ բարակ սահման է։ 100 կիլոմետր։ Որովհետև Կանադայում բնակավայրերը 100 կիլոմետր դիստանցիայի վրա են սահմանից, այսինքն շատ մոտ են, էլի հայ-ամերիկյան սահմանի վրա։ Չինաստանը կարելի ասել արդեն 100 կիլոմետր հեռու է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ընդամենը 100 կիլոմետր։ Իսկ սա մեկ Երուսաղեմն է։ Գոռում են նացիստներ, զինվորներին։ Ինչ ասել շպրտում են իրենց վրա։ Ընդ որում, այս գոռասովն ու խփողները իրանք չեն ծառայում բանակ։ Բանակում չեն ծառայում օրենքով։ Այդ պետությունը իրանց անվճար պահում է։ Իրանց ամեն ինչը ծրի է, ուտելը ծրի է, սովորելը ծրի է, բուժումը ծրի է։ Ամեն ինչը ծրի է, չեն ծառայում։ Միակ բանը որ անում են, իրանք տոր են սովորում։ Ու զինվորներն էլ գոռում են նացիստներ։ Այս հարցն էլ էլի քննարկվում Կնեսետում հայկական հարցի փոխարեն վերջի շաբաթվա մեջ։ Վերջում մի բան ձեզ համասկան վերջում չէ վերադառնանք Вот что он ответил на всю страну. Да, мои предки были армянами. Мои бабушка и дедушка хорошо говорили по-армянски. Они часто пели армянские народные песни. Как известно, маэстро тогда посетил исторические памятные места. Սա լե ռեժիսորը շատ հայտնի, որը արմատներով հայ է։ Ежи Кавалерович. Армении. И был на удивление хорошо осведомлен о событиях, связанных с историей армянского народа. На обратном пути в Ереван он долго сидел в машине тихо и задумчиво, а потом сказал: «У меня такое чувство, что все это со мной уже было. Все это мне было знакомо. Это, наверное, воспоминания моих генов». Հայաստանը Սևանը ամեն ինչի տեսնելուց հետո ամբողջ ճանապարհին լուր էր, ասում էր
Ես տպավորությունը, որ ես արդեն այս ամեն ինչը իմ հետ եղել է։ Բոլորովին զարմացած չեմ։ Բոլորովին զարմացած չեմ, որովհետև գենը պահում է այդ հիշողությունները։ Այս ամեն ինչը իրան հաստատ պատմած կլինեն ինչ-որ մի բաներ։ Եվ մարդ երեխան մանավանդ որ լսում է, իր մեջ պատկերներ է առաջանում, այն ինչի մասին ինքը որ լսել է։ Ու այս պատկերները ինքը արդեն տեսել է իր մտքի մեջ, ոչ թե իրականում։ Մենք եթե մի օր փորձենք նել ասենք Ուկրաինայում եւ Լեհաստանում ինչքան հայ կա, ու մենք դա մի օր անպայման կանենք, անպայման, այսինքն Ուկրաինայի, Լեհաստանի հայ դեսպաններն ու հյուպատոսանները սրանով պետք է զբաղված լինեն։ Սրանով հայկական հետքերի վերաբացման, հայկական առևտրային ընկերությունների ստեղծման, այնքան գործ կանելու։ Մենք կշշմենք, կապշենք, թե մենք ինչ ժառանգություն ունենք այդ տարածքներում, մանավանդ Լեհաստան, մանավանդ Արևմտյան Ուկրաինա, Լվով բան այդ կողքերը։ Շշմելու կանակությամբ ու ինչ հանճարեղ մարդիկ։ Տեղացիները կզարմանան, որ դրանք հայ են, որովհետև դրանք իրանց ամենասիրած կերպարներն են լինելու գրականության մեջ, կինոյի մեջ, երաժշտության մեջ, որպես զինվորական։ Մենք ահռելի հետք ունենք այդտեղ թողած։ Ոքի մեզ չեն ասում, որ մենք մեր իրական ազդեցությունն ու քաշը չիմանանք, քաշը, արժեքը։ Մեզ սա պետք է անենք մենք։ Լայնածավալ ինքնաճանաչում է մեզ պետք, լայնածավալ, այդ շարժումը, որ մենք սկսել ենք, սա էլ է ներառում, պետք է անենք, այն ժամանակը հասկանանք, լսեք, մեր հետ պետք է հաշվի նստել, մեր հետ պետք է հաշվի նստել, անկախ այդ որ երկրի մասին է խոսքը, ուզում է Թուրքիա լինի, ով ուզում է լինի, մեր հետ պետք է հաշվի նստել, ու իրանք արդեն կսկսեն հաշվի նստել, առանց խոսք ասելու, ընդամենը ճիշտ քաղաքականություն, առանց աղմկելու, առանց ինչ-որ անիմաստ պաթոսների, չէ, ուղղակի աշխատանքով։ Նիկոլին խոսք կողված դատարանից նա լսենք։ Նիկոլ Փաշինյան, դու պատասխան ես տալու ամեն մի հարցի համար։ Ուզես եմ չմատու։ Օրը գալու պատասխան ես տալու, Նիկոլ։ Հոգի քրտակի փոքրոքի հարցը։ Բացելու ես ճիշտ էլ անում։ Ես ուզում եմ ասել, միշտ հիշացնեմ այս մասին, էլի, որ այսօրից որտեղ մեկը գրել էր, այս ծանր բաների մասին ես հանգիստ ես խոսում։ Հա, հանգիստ եմ խոսում, որովհետև ես չեմ սիրում գոռալ, որովհետև երբ որ մարդ գոռում է, ինչ-որ մի մասով ինքը այս սուբլիմացիա է գնում մեջ, էլի։ Ինքնաբավարարում է սա, ու գործը համարվում է արած։ Ես երբեք ինչ-որ պետք է անեմ, ես չեմ գոռում։ Ես ոչ մի կռվից առաջ չեմ գոռացել։ Ես միշտ հանգիստ եմ, որովհետև ես գիտեմ ինչ պետք է անեմ, ես չեմ գոռում դրա համար։ Դա համար ուզում եմ ասեմ ու հիշացնում եմ, որ ոչ իման, ոչ մի բան, ոչ մոռացված է, ոչ ավարտված է։ Փաշինյան Նիկոլ ու կից մետաստազներ։ Ու վստահ եղեք, դա մենակ ես չեմ, մենակ ես ընկերը չի, որ ինքը ասենց էմոցիոնալ բան դատարանից արտահայտվում է։ Այնքան մարդ կան այդ ասում, այդ երազանքով քնում հելնում է։ Չմոռանաք այս մասին ուղղակի։ Մի լավ ընկերնես լավ հարցաշար էր կազմել, ես տեսա ուզում անպայման ձեր համար կարդամ։ Հարցեր նիկոլականներին նամանած Սփյուռքի ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վարում է բացահայտ թուրքամետ քաղաքականություն եւ կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը։ Այս ամեն իմանալով, ամեն տարի ապրիլի 24-ին դուք գնում եք ձեր քաղաքներում գտնվող ցեղասպանության ուշադրամալիներ։ Կարող եք բացատրել ձեր վարքագծի տրամաբանությունն ու բարոյական կողմը։ Այնքան լավ է կազմած այս հարցաշարը։ Իսկ որ գնում եք, կարող ենք ենթադրել, որ դուք կամ բարոյական չեք, կամ չգիտեք Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում։ Մյուսը, ամեն անգամ, երբ որ ինչ-որ մեկը քննադատում է Նիկոլ Փաշինյանին, դուք անմիջապես ենթադրում եք, որ քննադատողը պետք է որ անպայման քոչարյանական կամ նախկին լինի։ Ինչու՞։ Սա ձեր մոտ խռոնիկ հիվանդություն է, թե միթե մարդիկ ի վիճակի չեն այլ քաղաքական հայացքներ ունենալու։ Ու ես այնքան եմ առնչում սա հետ։
ու արդեն ես չեմ էլ դիմադրում որ ասեմ ես ու ռուսներով կամ ես ու քոչարը Ռոբերտով ես հասկանում եմ որ դիմացի գրողին դա չի հետաքրքրում ինքը ուրիշ անուն չգիտի ուղղակի տխմարության աստիճաններն ասում է թե դու ամերիկան չես սիրում ինչ չես գնում Ռուսաստան այդ նույն սերիայից է էլի ու այդ սերիան քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին նշանակում է այդ սերիայի կամքով ճաշակով եւ պատկերացումներով մենք պետք է ապրենք մնացած 2.5 միլիոնը մենակ Հայաստանի Էլ չեմ ասում սփյուռքը 10 միլիոնից ավելի սփյուռք է բոլորս պետք է ենթադրենք այդ տրամաբանություն եւ ուղեղ ունեցող այդ մի քանի հարազատ մեկ մարդկանց հա որ աշխարհի վրա ընդամենը 2 բան գինեն բևեր գինեն կամ Ռուսաստանը կամ Ամերիկա 2 երկիր միսը դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանին աշխարհի մյուս ծայրից եթե Փաշինյանին Հայաստան այդքան հրաշալի է Ինչու չեք վաճառում ձեր ամբողջ ունեցվածքն ու տեղափոխվում Հայաստան։ Սա լրիվ տրամաբանական։ Լրիվ։ Որովհետև դուք կարայիք ասեք Քոչարյանի ժամանակ լավ չէ, Սերժի ժամանակ լավ չէ, դրա ման եմ գնացել։ Դուք ամեն ինչ ասում եք ինքը փրկել է երկրի, լավ է, բան չեք վերադառնում։ Մի հոգի գոնե թող գնա, ասի տեսեք, արդեն լավ է, ես էլ վերադարձել եմ։ Հիմա այլով վերանշանակվեց։ Բա ուր եք։ Դուք չեք սիրում նախկիներին, ես նույնպես, ինչու չեք պահանջում Նիկոլ Փաշինյանից բանտարկել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տրամաբանական հարցը։ Միթե 8 տարին բավարար չէ ձեզ գտնել գոնե մեկ հանցանքը։ Ձեր փոխարեն դա ուրիշներն են պահանջում։ Այո, շատ տրամաբանական հարց է։ Բայց չէ որ Նիկոլ Անտրողին այս տրամաբանական հարցերը հետաքրքիր չեն։ Ինքը պարտադիր չի սրանց պատասխանի։ Ինքը ունի մի հատ բանաձև դուք չարմախանձեք կամ ռուսաստրուկ եք եւ այլն եւ այլն ոչ մի հիմք ոչ մի արգումենտ իրեն չի ստեղծելու սիստիպելու մտածել ասում եմ կամ մի փաստ կարա 50 գիտնականի լրացնի բայց 50 փաստ մի հատ նիկոլականի ունակ չի լրացնելու դուք չեք նկատում որ Նիկոլ Փաշինյանն 8 տարի է ինչ անընդհատ ստում է եւ միշտ արդարացումներ փնտրում դուք այդքան կույր եք, չէ իրենք էլ են այդպես կույր չեն, իրենց համար դա նորմալ է, իրենք էլ են այդպես։ Նկատել եք, որ դուք համագործակցում եք երբեմն առանց գիտակցելու հայկական անուն ազգաններով ադրբեջանցիների հետ, ովքեր հերվից հատկապես սոցիալական ցանցերի միջոցով քանդում են Հայաստանը։ Չեք նկատել, ինչ եք գործում հայ ազգի դեմ։ Իրանք ոչ միայն ունակ չեն նկատելու, իրանք չեն հասկանում, որ իրանք հայ ազգի դեմ են։ Հակառակ ով դեմա Նիկոլը ինքն է հայ ազգի, Նիկոլին ինքն է հայ ազգի դեմ, իրանց պատկերացումների մեջ։ Ինչու դուք չեք ուզում հասկանալ պարզ ու ակնհայտ իրողությունները։ Վտանգավոր է։ Վտանգավոր է, որովհետև հասկանալու համար շատ բաներ է պետք։ Կամք, որպեսզի կարծիքդ վերանայես, տարական գիտելիքներ, դրա համար կրթություն է պետք ունենալ, եւ համարձակություն, բավական հանգած վերանայես, քո կարծիքը մեկը տեսնես դու սխալ ես եղել։ Եվ վերջապես ինչու եք տալի Աստծո անուն ձեր օրերականքում, ձեր սեղանների շուրջ։ Հա ինչ խոսելիք ունեք դուք նրա հետ։ Իմ կարծիքով նա ձեզ վաղուց այլևս չի լսում մի պարզ պատճառով, որ անհնար է դաշնակցել սատանայի հետ եւ միաժամանակ անկրկալել Աստծո շնորհը։ Իդեալական։ Իդեալական։ Ու վերջում էլ ասում եք, կարակ չպատասխանեք, որովհետև դուք պատասխան չունեք։ Այսինքն դուք ինչ էլ պատասխանեք, լինելու է ինչ-որ մի հատ ձայն։ Ձայն։ Հեն որ քաշում ես ջուրը, այդպես ձայն պետք է լինի։ Այ հարգանքներով ոչ ներկա, ոչ նախկին, պարզապես հայ։ Իդեալ։ Սա ուղղակի բան, թող ձեր ձեռքի տակ լինի, որ նիկոլական եք տեսում, ուղղակի կարդացեք։ Իսկ միջ այդ, մենք սենց բաներով ենք զբաղվում, պարզում է, Ճապոնիայում սովորել են հանել խրոմոսոմից, անջատել խրոմոսոմ Դաունի սինդրոմը, ասիկը մտնել խրոմոսոմի մեջ, անջատել Դաունի սինդրոմը, արդեն կարողանում են անել Ճապոնիայում։ Ասում է, որ շուտով կհայտնվի կաթիլներ աչքերի, որը կփոխանի ասենք ակնոցներին, որ Կորեայում արդեն մտածում են մարդիկ ենքան արագ դանդաղ են շարժում, ինչպես Նյու Յորքում, որ
առանձին երկու բան սարքեն դանդաղ քայլողների եւ արագ քայլողների համար։ Իսկ որ Ֆրանսիայում արդեն արհեստական սիրտ են ստեղծել, որ հավերժ կարա աշխատի։ Սա ընդհանրապես մի մասն է այսօրվա ինովացիոն տեխնոլոգիաների եւ ձեռքբերումների։ Ես կարամ այս ցանկը շարունակեմ այնքան, որ պատկերացնեք ոչ միայն խրոմոսոմից կարող են անել Դաունի սինդրոմը, ընդհանրապես այն կարգի բուժումներ կա իրականում իրականացվում է տարբեր փոքր կլինիկաներում, որոնք արգելված է մեծ կլինիկաներում իրականացնել մանավանդ մտցնել գիտության մեջ որպես արդեն նորամուծություն, որովհետև հակառակ դեպքում ամբողջ ֆարմացևտիկ բիզնեսը, մաֆիան կկանգնի ուղղակի։ Եվ քիչ չեն դեպքերը, որ հենց այդ կարգի ուսումնասիրություններ արած մարդիկ պատահական անհետանում են, սպանվում են, մահանում են տարբեր պատճառներով։ Կռիվը շատ մեծ է, բայց չնայած դրան արդեն հավերժ սիրտ են արտադրում, խրոմոսոմին հետ են բզբզել, էլ չեմ ասում DNK-ի մեջ, DNA-ի մեջ ինչեր են անում հիմա, ամեն ինչ ալվում է։ Իսկ Հայաստանում իսկ մեկ ինչից ենք խոսում։ Ասում եմ, ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Գիտեք, մեզ ստիպում են իջնել մեր պատկերացումների մեջ, մեր քննարկվող թեմաների մեջ, մեզ քաշում են ներքև։ Թե ձուկը ինչքան վատն է, եւ ես արդեն ինչքան եմ զարգացել, որ տեղական արտադրության ձուկ չեմ ուտում։ Մարդ, որ նախաճաշին կարտոֆիլ է կերել, ճաշին կարտոֆիլ է կերել, եւ երազելա գոնե ընթրիքին էլ կարտոֆիլ լինի ուտի նոր քրիկ ուշ գոնե։ Իսկ մեկ ինքեզ որ արդեն ինքը խնդիր ունի, ինքը չի ուտում տեղական արտադրություն։ Տեսեք մենք ինչից ենք խոսում։ Տգեղա, չէ՞։ Դուք պատկերացնում եք մտնեք Լուվր, կանգնեք ասեք իմպրեսիոնիստների սրահի մեջտեղը, ասեց։ Որտեղ իմ ամենասիրած սրահն է իմպրեսիոնիստները։ Ես իմպրեսիոնիզմի համար մաշվում եմ, հալվում եմ։ Մտնեք այդտեղ ու Նիկոլ լսեք կամ Նիկոլի մասին խոսեք։ Հիմա ասեք կոնտրաստը։ Ես մենք ստիպված ենք, մեզ էս քաշում տանում են։ Սա ամենակեղտոտ ու ցածր բանն է, որ ես կարող եի հավատալ, էլի պատկերացնում եք, ինչի մեջ էլ լսես։ Կամ Էրմիտաժ, թող ասենք Լուվրը չնի, կամ ասենք, չգիտեմ, բրիտանական թանգարան։ Բայց մենք ստիպված ենք, որտեղ մեզ սենց բերում են, իջացնում են, փորձում են ավելի քաշել։ Իսկ մենք այլ ճաշ չունենք հանդիմադրելու։ Եթե դիմադրում ես, չես կարող այդ կեղտին չկպնել։ Այո, դա կեղտ է, հենց Նիկոլն էլ է կեղտ, Նիկոլիզմն էլ է կեղտ, Նիկոլի առաջ բանը, օրակարգերն էլ են կեղտ իրա նման, բայց մենք ստիպված ենք, մենք ուրիշ բան չունենք։ Մինչև չազատվենք այդ կեղտից, մենք չենք կարող խոսել արհեստական ինտելեկտի նոր ձեռքբերումների մասին, այս անգամ արդեն Հայաստանում։ Ինչու չի կարա լինի։ Ինչու չի կարա լինի, այնքան հիվանդություններ կարելի է բուժել Հայաստանում։ Հայաստանում անենց մեթոդներ կարելի է կիրառել, որ կիրառվում է, բայց փոքր, շատ փոքր շրջանակների համար, որովհետև դա իրոք վտանգավոր է։ Դա վտանգավոր է, որովհետև մեծ գայլերը դա չեն ներում։ Ու քիչ չեն դեպքերը, որ հենց այդ բժիշկ գիտնականները անհետացել են, կամ միամիտ ինֆարկտ է խփել։ Լավ, չեմ ուզում տխուր բաներով ավարտենք, բայց ինչ լավ բան ասեմ վերջում։ Պիտի փոխենք էսի։ Ամեն անգամ ես շատ վատ եմ զգում, որ ես օրվա մեջ պատկերացնում եք ինչքան բան եմ լսում, կարդում ծայրահեղ, ինչքան գրականություն եւ ինչքան քաղաքականության մասին։ Այնց ծայրահեղ բաները վատ եմ զգում ես կոնտրաստից, ես ինքս ինձ եմ ցանկանում, որ մի օր այս ամեն ինչը շուտ վերջանա, բայց պիտի վերջանա մեր հաղթանակով։ Այդ ժամանակ կվերջանա, որտեղ խաղաղությունը մենք պիտի պարտադրենք։ Մեզ չեն տալու այդ խաղաղությունը։ Երկինն էլ մեզ չեն տալու հենց նես, մենք պետք է վերցնենք ուղղակի։ Ու մենք կվերցնենք։ Տեսեք, լավ բանով եմ ավարտում։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։